Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Իշխանություններն արդեն 7 տարի է ինչ համաներում չեն կիրառում, իսկ ներման խնդրագրերն էլ հիմնականում մերժվում են։ Նախորդ 2024 թվականի ընթացքում ներման 59 խնդրագրից բավարարվել է միայն մեկը։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտման վերաբերյալ Փաստինֆոյի տաղավարում կզրուցենք Հասարակություն, Արդարություն և իրավունք իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Լուսինե Զեյնալյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Զեյնալյան, շնորհակալ եմ մեր հրավերն համար։ Տիկին Զեյնալյան, զրույցը սկսենք համաներման խնդրի հետ կապված, կարծես թե վերջին համաներումը տեղի ունեցել 7 տարի առաջ 2018-ին։ Ինչու իշխանությունները չեն կիրառում համաներումը։ Ճիշտն ասած, մեզ համար էլ որպես իրավապաշտպան հասարակական կազմակերպություն մեզ էլ է միշտ հետաքրքրել, որովհետև երբ որ նայում ենք վիճակագրությունը համաներումների ընդունման, եթե 5 տարին մեկ նայենք, ամենաերկարը 5 տարին մեկ կրկնվել է։ Սակայն այս բացառիկ դեպք է, որ 7 տարի լրացել է եւ անգամ նախագծի քննարկման անգամ բանավոր խոսակցություններ չկան եւ ինչքան հիշում եմ, որ մեկ անգամ կառավարությունում այդ հարցը բարձրացրել էին, կտրականապես մերժել են, որ համաներում չի լինելու, այլ դրան հակառակ սլաքները բոլոր ուղղվելու է դեպի պրոբացիոն ծառայություն պայմանական վաղաժամ ազատմանը խթանելու եւ ավելի բարելավելու այդ ինստիտուտը, բայց այդ խոսակցություններից հետո տևական ժամանակ է անցել։ Պատկերացրեք, որ քրեակատարողական հիմնարկներում բոլոր կալանավորված անձիկ, ինչպես նաև դատապարտյալները, բոլորը սպասում են համաներման մասին ինչ-որ խոսակցությունների, սակայն ցավոք դեռևս չունենք։ Եվ բոլորին դա է հետաքրքրում, պատճառները ինչն է։ Ես գտնում եմ, որ այս նախաձեռնությունը մեր կազմակերպությունով երբ որ բարձրաձայնում ենք, մեկ նպատակ ունի, որպեսզի հասկանանք եւ այդ հարցերի պատասխանը եթե հնարավոր է արձագանքվի պետական մարմինների կողմից, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածությունը, անգամ դեպք է եղել, որ արմավիր քրեակատարողական հիմնարկը կալանավորված անձ հնարավորություն չի ունեցել ընդունելու, որովհետեւ գերծանրաբեռնված է եւ 20 օր փակ է եղել այդ հիմնարկը, այսինքն փակ է եղել ներսի բնակիչների համար։ Եվ այս պայմաններում ես գտնում եմ, որ ինքը արդեն այդ երևույթը համաներման, ինքը հասունացած իրավիճակում է եւ հանրային պահանջ կա համաներման հետ կապված, մենք ուղղակի վիճակագրություն պետք է ունենանք, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների հետ կապված, առաջին անգամ դատվածություն ունեցողների եւ որոշակի մեղմացնող հանգամանքներ, որոշակի մասնակի մասով ազդելու մնացած կալանավորներին, դե հաշվի առնելով համապատասխան քրեական օրենսգիրքը, որ անձանց է թույլատրվում, որ անձանց չի թույլատրվում, ուղղակի մի փոքր կարելի ավելի ուշադրություն դարձնել, որովհետև կալանավորված անձը այսօր հասարակության մեջ կարծիք է ձևավորվում, որ ինքը մոռացված անձանց շարքին է։ Մենք չպետք է նայենք արդարադատությունը որպես պատիժների կրման ինչ-որ հատուկ պայմաններով հիմնարկներ, այլ նպատակը հիմնականում նրանց ուղղվելն է, նաև որոշ դեպքերում ներում շնորհելն է, որովհետև քրեակատարողական հիմնարկներում կան շատ կալանավորված անձիկ, դատապարտյալներ, որտեղ իմաստ էլ չունի նրանց այնտեղ գտնվելը։ Հիմա մի որոշ մասը փնտրում է ելքեր, թե այլ ճանապարհով գոնե ներումներով, այ դուք նշեցիք, որ 59 ներման խնդրագրից ընդամենը մեկն է ապահովել, մենք այդ ինստիտուտը ընդհանրապես չի աշխատում, իմ տեսանկյունից, իմ պրակտիկայից, այդ ինստիտուտը ընդհանրապես չի աշխատում, որովհետև ես, երբ որ այդ հարցը քննարկվում են կալանավորված անձանց դատապարտյալների կողմից ինչ կարծիք ունեմ ես ներման ինստիտուտով առաջ գնալու, ինչ որ ներում ստանալու, որովհետև մարդը ձեռք է բերել իր կյանքի ընթացքում այս արժեքները եւ այլն, բայց արդյունքում ինքը ինչ որ մի հատ թյուրիմացության հետևանքով, որովհետև ոչ բոլորն է, որ մարդիկ ուղղակի դիտավորություն են ունենում կատարելու հանցագործություն։ Օրինակ, հենց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում հանցագործությունների հետևանքով, եթե մենք ունենք մահեր, այստեղ մի հատ չոր կոպիտ վարվելակերպ կա արդարադատության կողմից,
որ հաշվի չեն առնում, որ տուժողի հետ հաշտվել են, տուժողի վնասները վերականգնել են, տուժողը չի բողոքում, բայց պետությունը ինքը պատժիչ գործոն է տալիս, որ ասում է, չէ, դու պետքա գնաս նստես, որովհետև դատախազությունը տենց հա որոշում, կոլեգիայի նիստ են արել, որոշել են, թույլ չեն տալիս, այ որ ինքը գնա ազատության մեջ կամ պայմանական, հիմա էլ ավելի խստացված հոդվածներ են ու դիտավորյալ կատարված եւ այլն, այնպես խստացրել են, հասկացանք, բայց մենք ունենք չափորոշիչներ, որտեղ որ իմաստ էլ չունի այդ անձանց տանել քրեակատարողական հիմնարկում ռեժիմները մնացած կատարած վտանգավորության աստիճանով, հանցագործություն կատարած անձանց հետ պահել մեկ հարկի տակ եւ այդ անձը ընդհանրապես կապ չունի, ինքը պատահականության սկզբունքով մեզանից յուրաքանչյուրը կարա նման խախտումներ կատարի եւ հայտնվի այնտեղ։ Հիմա այս անձանց մասով էլ պետք է ուշադրություն դարձնել։ Համաներումը հենց տենց է հասունանում, հավաքվում, կուտակվում է ինչ որ միտեղ մեծ զանգված է կազմում ու հետո անհրաժեշտություն է լինում պետությունը հենց դա միջազգային օրենքներով էլ է տենց։ Եթե մենք եվրոպական մոդելներ ենք բերում կիրառում Հայաստանում, նաև այդ չափորոշիչներին է պետք է հետևել։ Հիմա այդ ուռած վիճակով մեզ մի հատ հնարավոր իրավական գործընթաց է պետք, որ այդ ուռածությունը մենք նորից նվազեցնենք։ Այ իմ օրինակները վերած, դրանք այն նվազ վտանգավորություն ունեցող հանցագործություններ են, որ դրանից ոչ մեկ պետությունն չի տուժի, սոցիալական արդարությունն չի խաթարվի։ Ընդհանրապես մեզ պետք է գոնե որոշակի չափերով համաներում իրականացնել։ Հավատացեք, դրանից ոչ մեկի իրավունքը անգամ առաջինը պետության շահերին չի հակասի, եթե համաներում լինի։ Հիմա մենք նախաձեռնում ենք այդպիսի մի գործընթաց, որովհետև հիմնականում իմ գործունեությունը 2018 թվականին որպես հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան, ես բազմիցս փորձել եմ ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց թե առողջական վիճակը, թե նրանց պայմանները, եւ թե նրանց գործերի վտանգավորության աստիճանները, եւ թե համատեղելիությունը, արդյոք այս իրավիճակում համատեղելի է, որ ինքը գտնվի այնտեղ։ Դե նայում ես առողջական վիճակից ելնելով դա էլ աթերի առողջական վիճակը, այն ժամանակ գոնե ինչ որ լծակներ կար, ենթարկվում էին քրեակատարողական ծառայությանը, այնտեղ կար վերադասություն։ Հիմա լրիվ ոչ առևտրային կազմակերպություն առանձին հիմնարկ է դարել, ինչքան ուզում եք գրեք, խնդրեք, ասեք, այս մարդը հիվանդ է, այս մարդը պետքա։ Ես հիմա պաշտպանյալ ունեմ, տարիքով 70 անցավ, ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, ունի 14 հիվանդություն։ Ինչ հիվանդություն պատկերացնում եք, սրտից բռնած մինչև բոլոր օրգանները, շաքար դիաբետային, խլություն, աչքերի տեսողություն, ասա հենց բազմաթիվ 14 հատ։ Եվ նրա խափանման միջոցի հարցը մենք չենք կարողանում կարգավորել, միևնույնն է, որովհետև խիստ պատժի տակ է գտնվում, բայց իրանից վտանգավորություն չի ներկայացնում։ Այն նման անձանց հետ էլ պետքա ճիշտ վերաբերվել, առողջության հետ կապված պլանային վիրահատություններ ա դնում քրեակատարողական հիմնարկը, ինձ անդադ նշում են, որ այ քրեակատարողական հիմնարկը ինքը ունի իր լծակներ, ինքը կարա զբաղվի այդ առողջության հետ կապված, բայց կներեք, առողջության հետ կապված զբաղվելով գոյություն ունի մեր քրեակատարողական հիմնարկներում երևի 2000-ից ավել կալանավորված եւ դատապարտված անձիկ ունենք եւ նման անձանց յուրաքանչյուր երկրորդ երրորդը ունի առողջության հետ կապված խնդիրներ, այդ բժշկության սպասարկումը ոնց է պատկերացնում քրեակատարողական հիմնարկը։ Դրա համար մենք դատարաններում նշում ենք, ասում ենք, այս անձիկ ունեն առողջական խնդիրներ, այլընտրանքային խափանման միջոցները մի փոքր կիրառելի դարձրեք, հիմա հետ գնամ համաներման ու այդ պրոբացիոն, իրավիճակին ծառայության։ Ասում ենք, այս մարդկանց այլընտրանքային խափանման միջոցներ կիրառեք, որ այդ բժշկական սպասարկումը ոչ թե մնա պետության վրա, այլ իրանք անձնական միջոցներով կարողանան իրականացնել։ Բնականաբար դե լսելի չի, ոչ մի տեղ արդարադատություն իրականացնող մարմիններին, ինչը վերաբերում առողջությանը, ընդամենը ունեն մեկ խոսք, կա քրեակատարողական հիմնարկ, եթե քրեակատարողական հիմնարկը գտնի, որ այս անձի առողջության վիճակը այնքան ծանր է, որ իրան պետք է տեղափոխել հիվանդանոց, ինքը ինքնուրույն մարմին է, ինքնուրույն կկատարի։ Իսկ այդ առողջությունը ինքը բացարձակ գերազանց չի աշխատում այդ համակարգը։ Մենք լավ գիտենք, ու վերադասություն, լծակներ գոյություն չունեն, որպեսզի մենք կարողանանք այդ մարմիններին հարկադրանքի ինչ որ ձևերով բողոքների տեսքով եւ այլն
կարողանանք միջամտել, որպեսզի այդ մարդիկ ուշադրություն դարձնեն կալանավորված անձի կամ դատապարտված անձի առողջությանը։ Այսինքն հենց ստեղ է գալիս իմ այն խոսույթը, որ կալանավորված անձիկ, երբ որ հայտնում են քրեակատարողական հիմնարկում, հասարակության մեջ չպետք է մոռացվեն, այլ պետք է իրանց օգնել, խթանել, վերասոցիալականացվել հասարակությանը արդեն ճիշտ ուղու վրա։ Ու մենք դրա համար ժամանակին կոչվի ուղիչ գաղութներ, ճիշտ է, որովհետև նրա նպատակը ուղղելն է եղել անձի վարքագիծը հակավարոյական։ Իսկ համաներումը նման պայմաններում հենց այդ խթանն է, որ նման հիվանդություն ունեցող անձիկ, հաշմանդամություն ձեռք բերված անձիկ, կանանց հետ կապված, բայց որոշակի խումբ, որովհետև հանցագործություններ կան, որոնք բացարձակ ես ինքս դեմ եմ, որ մտնեն համաներման մեջ, անչափահասների ինստիտուտը մենք նոր քրեական օրենսգրքով անչափահասների հետ կապված մենք առանձին գլուխ են ներառել, բայց պայմանական վաղաժամ ազատման հետ կապված գործիքակազմ մենք չունենք։ Այսինքն ինչ է սրանից հետևում։ Եթե անչափահասը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, պայմաններ չի ստեղծվում իրան համապատասխան պայմանական վաղաժամ ազատվելու պայմաններում։ Օրինակ բերեմ, ես անչափահաս եմ ունեցել ծանր հանցագործության համար դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամանակով, իր 1/3 մասը կրելուց հետո հնարավորություն ունեցա դիմելու պայմանական վաղաժամ ազատման։ Իսկ պայմանական վաղաժամ ազատման մեջ մենք գիտենք քրեական օրենսգիրքը նախատեսում համապատասխան հոդված չափորոշիչներ ամենակարևորը եւ այդ չափորոշիչները իմ համար դա ընդունելի չի։ Չափորոշիչներով հայեցողական է։ Այսինքն մեկ անձի նկատմամբ պրոբացիոն ծառայությունը կամ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը մեկ անձին հայեցողական կարա 5 սանդղակի, բալերով գնահատի 2 միավոր, այն մյուսին կարա գնահատի 5 միավոր։ Երբ որ հարց ես տալի, որ չափորոշիչն եք դուք օգտագործում, ասում դա հայեցողական է։ Այսինքն կամայականության արդյունք է, իհարկե։ Հիմա անչափահասը, եթե մենք անգամ դրել ուսումնասիրել ենք, եթե անչափահասին վերցնենք ինքը դառել է արդեն կրել է պատժի մի մաս, ինքը պետք է պայմանական վաղաժամ ներկայացվի, եթե ամբողջական իր բոլոր հարցերը բավարարում են, ունի եւ աշխատանք եւ վերասոցիալականացման ծրագրերին եւ հակումներ չունի եւ ընդունել զղջացել է եւ պետության հետ կապված պարտքեր չունի եւ այլն, բոլորը իդեալական են, բայց այն որ ինքը ամուսնացած չի, այն որ խնամքին անչափահասներ չկան, արդեն իսկ միևնույնն է մնացած սանդղակները, երբ որ ինքը լրացնում է, այդ մասով ինքը դուրս է մնում հենց այդ մրցույթից, դա էլ է մրցույթ դառնում։ Հետո մենք գնում ենք դատարանում սկսում ենք դատարանին համոզել, որ այս անձը, եկեք այս անձին ազատ թողնենք, որովհետև ինքը կրել է օրենքով նախատեսված իր չափը մասնակի, որից հետո ինքը ենթակա է, այսինքն այդ հոդվածը ինչի համար է կիրառելիության, սրա մասին էր խոսքը, երբ որ կառավարությունը ինչ-որ տևական ժամանակ առաջ խոսակցություն էր եղել համաներման անհրաժեշտության հետ կապված, ներկայացվել է, որ համաներում չի լինելու, սակայն խթանվելու է պրոբացիոն ծառայության աշխատանքներին պայմանական վաղաժամ ազատում, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ համաներում եղավ, որ ոչ համաներման մասին ինչ-որ մեկը մտածեց, ոչ լսելի դարձրեց քրեակատարողական հիմնարկի բնակիչների ձայնը, ոչ է պրոբացիոն ծառայության աշխատանքը բարելավեց։ Ես գործ եմ ունեցել 20 օր պրոբացիոն ծառայությունը խախտել է իմ վստահորդի սահմանադրական իրավունքները, մինչև ես պրոբացիոն ծառայության աշխատակցի վրա հաղորդում չեմ տվել, ինքը չի կատարել իրան վերապահված լիազորությունները։ Ես դա էլ իմ համար զարմանալի։ Այսինքն մենք սիրում ենք անընդհատ հարկադրանքի միջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ։ Այս է մեր խնդիրը։ Դրա համար ընդհանրացնելով, այս իրավիճակը համաներման անհրաժեշտությունը այսօր հանրային պահանջ է։ Հավատացեք, որ դա հանրային պահանջ է զուտ մեկ բանի համար։ Տևական ժամանակը չունենք համաներում, չունենք ներման խնդրագրերով բավարարված այդ խնդրագրեր չունենք։ Չունենք վիճակագրություն պրոբացիոն ծառայությունից, թե պայմանական վաղաժամ քանի հոգի, 10 հոգուց քանիսն են ազատվում։
Բացառիկ դեպքերում են ազատվում, ասեմ իմանանք։ Ստանդարտ ձևեր ա լրացնում առավել եւս պրոբացիոն ծառայության աշխատակիցները։ Իրանց անտարբերությունը քրեակատարողական հիմնարկի գտնվող անձանց նկատմամբ, այդ ես եմ տեսնում բողոքների արդյունքում, երբ որ բողոքում ա քրեակատարողական հիմնարկից հենց պայմանական վաղաժամ գալիս է։ Մինչև չեն ստիպում, փաստաթղթերը չեն տրամադրում, մինչև չեն ասում, այդ փաստաթղթերը չեն, մինչև տրամադրում են ամսաթվեր, մեկ է տեսնում է ժամկետը գնաց, էլ արդեն իրավունքից զրկվում են։ Ու անհատական աշխատանք չի, ես գիտեմ, որ դա մեխանիկական աշխատանք է եւ արհամարված են այդ անձիկ։ Դրա համար գտնում եմ ի վերջո անհրաժեշտ է ընդունել նախագիծ, մենք արդեն կսկսենք արդեն աշխատել նախագծի վրա, մեր միջոցներով փորձենք օրենսդիր մարմին ներկայացնել նաև նախագիծ, փորձենք շրջանառել, հավանություն կստանա, թե չի ստանա, դա արդեն հետագայի գործընթացի խնդիր է, բայց այն, որ ես որպես իրավապաշտպան, այն, որ ես անընդհատ շփվում եմ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց հետ, ես բացառապես ասում եմ, եկել է պահը համաներում ընդունելու։ Այսօր մենք ունենք այդ խնդրեմը, թե գերծանրաբեռնվածությունը, թե նրանց սոցիալական վիճակները, թե հանրորեն վտանգավոր արարքների հավաքելը եւ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը ոչ մեծ միջին ծանրության հանցագործություն կատարողներին ինչ որ վախացնելու, ինչ որ լծակների տակ կիրառելու համար, չեմ կարծում քրեակատարողական հիմնարկը դա ուղղելու է այդ ամեն ինչը։ Պետք է ուրիշ տեղ փնտրել այդ ամեն ինչը։ Տիկին Զայնալյան, առաջիկայում նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ։ Դուք հավանական համարում եք, որ ընտրություններից առաջ իշխանությունները փորձեն ընդհանուր այսպես համաներում կիրառել մասը կաշառք կարող է դիտարկվել, հա, ընտրություններից առաջ, համաներումը գիտեք ինչա որպես համաներումը յուրաքանչյուր ընտրության ժամանակ բոլոր կողմերը պայքարող փորձել են օգտագործել այդ չափանիշը։ Իսկ ինչի համար ես խոսեցի հիմա ոչ թե նախընտրական, հա, այդ իրավիճակում, որովհետև ես ուզում եմ դրանք տարանջատենք, որովհետև ես տևական ժամանակ խոսում եմ համաներման մասին, գիտեմ ինչ որ նախաձեռնություն էլ կա, իմ հետ կապ չունեն, բայց նախաձեռնություն կա, անգամ ստորագրահավաք են իրականացնում, Ձեզ ասեմ, որ շատ ակտիվ ստորագրահավաքը հավաքվում է, 50,000 են ուզում հավաքեն, շատ ակտիվ են ստորագրում։ Այսինքն դա էլ է ինձ համար հիմք, որ նորից բարձրաձայնել, հասունացել է այդ պահը, որ պետք է անկախ այդ դիվիդենդներ ձեռք բերելու նախընտրական, այս անձանց ուշադրություն է պետք։ Պետք է համաներումը չբերել անդադ ասոցացնել, կպցնել լսարան հավաքել եւ դրա տակ խոսք տալ, որ համաներում կլինի, այ ընտրեք մեր կուսակցությանը, թե իշխանությունը կլինի, թե ընդդիմությունը կլինի, չպետք է դա օգտագործել այդ հարթակներում, որովհետեւ դրանք մարդիկ են, այլ ոչ թե ինչ որ օգտագործվող երևույթներ։ Չէ, ես դեմ եմ ինչ որ օգտագործում քաղաքական հարթակներում Դրա համար երևի ես եմ առաջինը առաջ ընկել, դրա համար այդ ձայնը բարձրացրել եմ, որ ուշադրություն դարձնեն այս հարցին, շատ կարևոր է համաներման ընդունման նախաձեռնությունը, ես փորձեմ մինչև ընտրությունները, մինչև ընտրության այդ շեմը հասնելը նախընտրական, արդեն կերևա Եթե մենք նախատեսենք նախագծի ինչ-որ տեսքով, ինչ-որ պատգամավորական կամ կուսակցության միջոցով մուտք անել ազգային ժողով կամ առաջարկով հանդես գալ բոլոր պատգամավորներին, իրանց պատասխանից արդեն մեր համար էլ պարզ կլինի։ Իրանք հենց այդ օգտագործելու են այդ հանգամանքը ընտրական այդ քարոզարշավների ժամանակ, թե չեն օգտագործելու։ Շատ հետաքրքիր է, բայց յուրաքանչյուր ընտրություններին, եթե մենք վիճակագրություն ենք նայում, յուրաքանչյուր ուժ, ով ուզեցել է գա իշխանության, հենց ինքը համաներման ակտ ընդունելով ձեռքաբերել բազմաթիվ լսարանի ընդլայնում է տեղի ունեցել։ Ուղղակի այստեղ դրա քարոզը չի գնում, այլ գնում է այդ անձանց իրավունքների վերանայման մասին։ Դուք նաև խոսեցիք խնդրագրերի հետ կապված, թե խնդրագրերի պարագայում, թե նաև պայմանական վաղաժամկետազատման ինստիտուտի հետ կապված, այսպես երկակի ստանդարտներ կարող են լինել։ Հիմա դուք այստեղ նաև
Համընդհանուր պրակտիկայից շեղումներ եւ այլն կամ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք ինչ խնդիրներ կան այս ոլորտում։ Յուրաքանչյուր իրավաբան իր պրակտիկայում, ես չեմ կարծում, իմ տևական աշխատանքային process-ի ընթացքում, կոնկրետ հասարակական գործունեության թե պետական հիմնարկներում աշխատել, ես չեմ տեսել բացառիկ դեպքերում է լինում ներումը կոնկրետ ու ինչքան մանրանում ես այդ գործի մեջ ամեն ինչ էլ տեսնում ես, թե կոռուպցիոն ռիսկեր ես տեսնում, եւ թե ծանոթության, եւ թե ընտրովի, եւ սուբյեկտիվ գնահատականի արժանացող ամեն ինչ էլ տեսնում ես։ Ուղղակի դա մենք չենք տեսնում, դա բացահայտ չի կատարվում, անգամ չենք էլ պատկերացնի, կարող է հիմնարկում 1000 հոգի անձ լինեն, մեկ էլ պատահական մեկը դուրս գա, հետո չիմանան ինչի համար դուրս եկավ, որովհետեւ ինքը պետքա դուրս գար։ Այստեղ հարց առաջանում, որից մեկը չի տեսնում, այդ նույն ստանդարտներով իր կողքի խցերում լիքը մարդ կա եւ համոզված եմ այդ կողքի խցակիցները եւս ցանկություն ունեն առաջին անգամ կատարած պատշաճ վարքագիծ դրսևորած երբևիցե վարչական խախտումներ չթույլ տված ներքին կանոնակարգը չխախտած հիմնարկի ներումա դիմում, սակայն անգամ հանձնաժողովը չի նույն բայց ինչ որ մեկը X-ա, ես չեմ կարա բարձրաձայնեմ, ինչ որ անց պատահականության սկզբունքով ինքը գնում է եւ պատահական 59-ից մեկը։ Դուք հասկանում եք այդ ինչ չափանիշը։ Դա ձեր վիճակագրությունն է, չէ՞ ասում։ 59-ից մեկը։ Մենք արդեն այդ պրոբլեմ ունենք այդ ինստիտուտի հետ կապված եւ իմ կարծիքով այդ ինստիտուտը ընդհանրապես բոբիկ է ու ընդհանրապես չի աշխատում։ Ինչի համար է այդ հոդվածը քրեական օրենսգիր 92 հոդված գործող, ինչի համար է գրված։ Ես չգիտեմ։ Նույնը ոնց որ պայմանական վաղաժամ ազատման հետ կապված։ Ես մեկ-մեկ ասում եմ այդ հոդվածը փոխեք կամ հանեք։ Առաջ, շատ առաջ, երբ որ անձը ներկայացվում էր պայմանական վաղաժամ ազատման, ինքը բնութագրվում էր ձեռագիր գրվածքով քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձանց կողմից։ Այն անձանց կողմից, ովքեր անմիջական 24 ժամ շփում ուներ քրեակատարողական հիմնարկի բնակչի հետ։ Հիմա դրանք բոլորը վերացել են։ Հոգություն ունի հարց պատասխան այո կամ ոչ։ Այո կամ ոչով մենք որոշում ենք այս անձի ճակատագիրը։ Իսկ այդ այո կամ ոչը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը ցանկություն ունի արտահայտելու, բայց ինքը զրկված է այդ արտահայտելուց, որովհետև օրենքը իրան թույլ չի տալիս։ Ես գտնում եմ այս հոդվածում պետքա վերանայվի այս հոդվածը մի փոքր, որպեսզի կարողանան պրոբացիոն ծառայությանն էլ հնարավորություն տան ընդլայնեն իրանց աշխատանքը, որ կարողանան իրանք է զարգացնել։ Ես ասեմ, մեր մոտ ցածր է վստահությունը պրոբացիոն ծառայության հետ կապված այլընտրանքային պատիժների մասով, միայն աշխատում են այդ տնային կալանքներ վարչական հսկողություններ եւ ազատության սահմանափակման շատ լավ են աշխատում, տուգանքները վերցնելու վրա են լավ աշխատում, բայց քրեակատարողական հիմնարկից անցում պրոբացիոն ծառայություն շատ դժվար է ու շատ թերի է, աշխատանքները շատ սխալ են կատարում։ Դրա համար էլ վիճակագրություն ինչքան գիտեմ չունեն։ Թե ինչքան մարդ է պայմանական վաղաժամ դուրս եկել, ինչքան մարդ է պայմանական վաղաժամից հետ վերադարձել, ինչքան մարդ է ինչ ձեռքբերումներ ունեցել քրեակատարողական հիմնարկից հետո, չէ՞ որ մենք ինչ խոսանք պետք է ասենք վերասոցիալականացման իրավիճակ։ Մենք անձին քրեակատարողական հիմնարկից երբ որ հանում ենք, մենք վերասոցիալականացնում ենք մեր հասարակությանը։ Այս է մեր ճանապարհը, իսկ այդ ճանապարհին պետքա պրոբացիոն ծառայությունը մի քիչ նաև իմ համար պրոբացիոն ծառայությունը թե հարկադիր կատարման ծառայությունը իմ համար հավասար հարթության վրա են գտնվում։ Ոնց որ էլի հարկադիր ինչ որ գործողություններ կատարող, պատժիչ գործողություններ, հարկադրաբար ինչ որ գործողություններ են կատարում, բայց հետևից չեն գնում որ հասկանան, չունեն սոց աշխատողներ պրոբացիայի, մարզերը չեմ կարծում էլի որ կգտնեք, մարզերի հետ չեմ շփվել, բայց չեմ էլ լսել, չունեն առանձին իրավաբաններ, մի հատ աբսուրդային իրավիճակում է հայտնվել, երբ որ պրոբացիոն ծառայությունը ստացել է դատարանի որոշում, որ պետք է այլընտրանքային խափանման միջոցը վերացվեր, ինքը 20 օր, ինքան անտեղյակ է, պահանջում է նույն դատարանից, դատավորից, պարզաբանում իր գրած որոշումից։ Հասկանում եք ես ինչ ուր է տանում մեր իրավագիտակցությունը։ Այսինքն պրոբացիայի աշխատակիցը արդեն իր պաշտոնի անձնագրով այնքան գործառույթ ունի, որ կարա դատարանին, արդարադատություն իրականացնող մարմնին, ասի ինձ պարզաբանի քո գրածը։
Այդ ոչ թե նշանակում է, որ դատարանը տեղում չի, այդ նշանակում է պրոբացիոն ծառայության աշխատակիցը հայերեն կարդալ եւ մեկնաբանել չգիտի։ Դրա համար 20 օր մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը խախտվեց։ Մինչև որ իմ կողմից հաղորդում ներկայացվեց եւ արագի մեջ այդ հարցը սկսեցին հասկանալ։ Այ նման կադրային խնդիր էլ կա հոգեբանների, սոցաշխատողների, իրավաբանների, վիճակագրություն կատարողների, անհատական իրանք ծրագրեր են ստանում դրսից, ես գիտեմ, բազմաթիվ գումարներ ա գալիս ծրագրեր մշակելու այդ այլընտրանքային խափանման միջոցների, պատիժները այլընտրանքային, երբ որ կրում են իրանք հսկողություն են իրականացնում, նաև պետքա խթանեն այդ անձանց վերասոցիալականացման, նաև միջոցներ պետքա ձեռնարկեն աշխատանքի տեղավորման հարցով, կրթություն ստանալու հարցով, արվեստ սովորեցնելու ձև, այն նմանատիպ իրավիճակում ինչ ա լինում, ինչ որ մի հատ ցուցակ կա, այդ ինձ պատմում են էլի քաղաքացիները, հերթական ստորագրության ընթացքում աշխատակիցը ասում է, ինչ գրեմ, Վարշավիր գրեմ, ես գրեմ, այն գրեմ, իբր թե դու գնում ես այդտեղ սովորելու։ Ասում են, ինչ ուզում ես գրի։ Իմ համար միևնույն է, մեկը ոչ մի բան չկա։ Տևական բնույթ է գրում բացառապես ֆորմալ բնույթ է գրում։ Իմ կարծիքով, որովհետև հսկողություն չկա, կադրային խնդիր ունենք, նաև աշխատելա ոճի խնդիր ունենք, թե ոնց պետքա պրոբացիոն ծառայությունը աշխատի քրեակատարողական հիմնարկի բնակչի հետ։ Այո կամ ոչով չեն աշխատում։ Դրա համար քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնվում են։ Իսկ ներում շնորհելու հետ կապված։ Ես ասեմ, որ այդ հոդվածը, ես չգիտեմ, խեն գրե։ Ասենց էլ եթե 59-ից 1-ին պետքա ներում տան, կներեք, պայմանական վաղաժամ թող դիմեն տան, չէ՞։ Այդ արդեն իսկ խնդիր է։ Գտնում եմ, որ վերանային պետական կոնկրետ ոնց լծակներ ունեցող կառավարման մարմինները մի փոքր մենակ օրենք գրելով չի։ Դուք խոսեցիք բեռնաթափելու անհրաժեշտությունից։ Մենք ունենք պրակտիկա, ցավոք, որ միջին ծանրության հանցագործության մեղադրանքներով անձինք են կալանավորվում, ընդ որում նաև ունենք դեպքեր, երբ քաղաքացիաիրավական իրավահարաբերություններից հարցը տեղափոխվել է քրեաիրավական դաշտ։ Դրանցից օրինակ խոսքի ազատությանը առնչվող դեպքերն են։ Ունեցել ենք կալանավորված անձինք, հետագայում ճիշտ է նոր օրենսգրքով դա այսպես համացանցային խուլիգանություն դարձավ, բայց այդուհանդերձ ըստ էության նույն խնդիրն է, հա։ Ունենք նաև 344-րդ հոդվածը։ Խնդիրը հետևյալն է, այն դեպքերով, որոնցով պատիժ սահմանվում է նաև տուգանքը, ինչու են անձին կալանավորում, հա, այսպես ասենք, ինչ խնդիր են ուզում դրանով։ Խոսքի ազատությունը ինքը սուբյեկտիվ ընկալում է, այդ երբ որ քրեական վարույթներ են նախաձեռնվում, դատարաններում, երբ որ այդ հարցը քննարկվում է, դա այսօրվա իրականության թելադրանքն է։ Ես տենց կասեմ, երբ որ վերլուծենք, թե դրսում ինչեր է կատարվում, մեր համացանցը ուսումնասիրենք ինչեր է կատարվում, դրա թելադրանքն է զսպողական, դրա համար քաղաքացիականից կամ վարչականից բերել են քրեական դաշտ։ Սրա հետևանքն է, առաջ տենց բան չկար, որովհետև բոլորը մի հատ համեմատենք առաջ ու հիմա խոսույթները, թե հարթակներում, թե սոցիալական ցանցերում, ես ինքս որպես այդ համայնքից ներկայացուցիչ, դուք չեք պատկերացնի, ես սոցիալական հարթակները ամբողջությամբ փակել եմ մեկ բանի համար, որովհետև ինձ որպես իմ պաշտոնական իմ գործողությունները խոչընդոտելու համար, ինձ ինչ ասես գրել են հակառակ կողմից, ոչ թե իմ վստահողներ, այլ հակառակ կողմից, ովքեր որ տուժվել են իմ իրականացրած գործունեության արդյունքում։ Ես դիմել եմ համապատասխան պետական մարմիններ, ասում եմ, ես որպեսի պաշտոնե պաշտպանված եմ, թե ոչ, ինձ ասում են ոչ, որովհետև դա դեռևս չի գնում քրեական ոլորտ, այ տեսեք ինչ կարող եք անել եւ այլն, ոչ հանձնաժողով կար, ոչ էլ։ Իսկ այսօր ազատ խոսքի, ազատությունը խոսքի, ինչի համար է, միտեղ նաեւ սահմանափակվում է զսպողական ինչ որ գեներացված ինչ որ մի հատ իրավիճակ է, որպեսզի զսպեն քաղաքացիներին հենց այդ ազատ խոսքի իրավունքից օգտվել, որովհետեւ յուրաքանչյուրը սուբյեկտիվ է անցալում այդ ազատ խոսքը։
որովհետև մեկը հայախառն է դա անցալում, դա իմ ազատ խոսքի դրսևորումն է, այն մյուսը քաղաքավարի խոսում է, այն մյուսը քաղաքավարի խոսացողին են քարկոծում ասում են ուրեմն դու LGBT համայնքից ես որ սենց ես խոսում, այն մյուսը ուրեմն դու հետո տարանջատում են այս հասարակությանը, ես չգիտեմ, այս վերջերս դա ի հայտ եկել, բաժանել են կաստաների։ Այսինքն եթե դու անհատ ես, ամենաառաջինը ոչ թե քո անունն են հարցնում, այլ հարցնում են դու ում թիմից ես կամ ում համար ես, ինչական ես, ումական ես, այսինքն ինչ որ խոսույթները դրանց հետևանքն է բերել այս խոսքի ազատության սահմանափակմանը, որովհետև ատելության այս մթնոլորտը չեք պատկերացնի ինչքան շատ է։ Այդ երևի մեր արտաքին թշնամիները այդքան մեծ չեն ատում, ինչքան որ մենք ներսում իրար ենք ատում։ Իսկ այդ սերմանողները չգիտեմ, իրանց ավելի շատ կհորդորենք մի քիչ շատ կարդան էլի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները, որովհետև հետևանքներ են առաջանալ վաղ թե ուշ։ Ես միշտ ասում եմ մոդա է դառել գնալ քրեակատարողական հիմնար, այն ժամանակ երբ որ մտածում էին, ես մեկին բռնել են, տարել են քրեակատարողական հիմնարկի խնդիր ունի, դատվում է սենց խոսույթներով, հիմա դա պրեստիժ է։ Հիմա եթե դու դատված չես կարա ինչ որ միտեղ կա չէ առանց դատվածություն ունեցողներին չեն ընդունում ինչ որ միտեղ հիմա առանց դատվածություն ունեցող պետք է գրեն այդքան շատ է խոսակցություններ ու այդքան շատ են հայտնվում քրեակատարողական հիմնարկներում շատ ամեն մի պատեհ անպատեհ ինչը վերաբերում է պատիժների հետ կապված տեսեք sense մի հատ պրակտիկա կա Երբ որ կալանքի խափման միջոցների քննարկման միջնորդություններ են հարուցվում դատարաններում, որպեսզի անձին կալանավորեն 2 ամիս նվազագույն ժամկետով, միշտ քննիչները վարույթ իրականացնող մարմինները հայտնում են, որ այս հոդվածը պատկանում է այսինչ չափորոշիչներին, ծանր հանցագործություն է, չունի անգամ նվազագույն եվրոպական ստանդարտներն է, եթե չունի գրավ ոչ թե գրավ, այլ տուգանքի տեսքով պատիժ եւ ազատազրկման պատիժը գերազանցում է 1 տարին։ Ստանդարտ բոլորը դա են խոսում։ Հիմա գալիս ենք մենք միջին ծանրության հանցագործություններին, կա տուգանք, կա հանրային աշխատանք, կա ազատության սահմանափակում, կա կարճատև ազատազրկում եւ ազատազրկում։ Տեսեք որերով տեղում է միջին ծանրությունը 5-րդ տեղում, այսինքն 4 էտապ պետքա քաղաքացին անցնի, հետո նոր հայտնվի 5-րդ տեղում ազատազրկման տեսքով։ Երբ որ այս իրավիճակում հենց սկզբից տալիս ենք կալանավորում, այս արդեն երկակի ստանդարտ է։ Ես դες կարամ ասեմ բազմաթիվ գործեր նախադեպային նայեք, ծանր առանձնապես ծանր նախաքննության փուլում անձիկ գտնվում են տնային կալանքի տակ, վարչական հսկողության տակ, ասեմ ավելին, բացակայելու արգելքի տակ, բայց ինչ որ միտեղ միջին ծանրություն կամ ոչ մեծ ծանրություն, մեկ էլ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում։ Եթե ակնարկում եք երեկվա միջադեպը, ես ասեմ, որ երեք մենք ականատես եղանք նաև մի իրավիճակին, որ արդարադատությունը նաև բռնաբարվում է։ Այս իրավիճակն էր 4.5 ժամ եւ 3.5 ժամ մենակ փաստաբանները, ասեմ, իդեպ պրոֆեսիոնալ փաստաբաններ էին, խումբը։ Չեմ կարծում, որ այդ փաստաբանական խումբը ինչ որ պակաս բան ներկայացրած լիներ դատարանում, թե հիմնավոր կասկածի հետ կապված։ Լավ, հիմնավոր կասկածը թողնենք մի կողմ, որովհետեւ այդ փուլում շատ սահմանափակ է հիմնավոր կասկածի քննարկման սահմանները շեմը շատ սահմանափակ է այդ փուլում, վերցնենք հիմքերն ու նպատակները, հա, կալանքի։ Լավ այդ սուբյեկտը այս երկրի համար ոչ մի բան չէր արել կամ ինքը իրանով բովանդակությամբ իր կենսագրությունով ոչինչ չուներ արած ստեղծեց, որ կարար վարույթ իրականացնող մարմինը հիմնավորեր ու դատարանը հաստատեր, որ ինքը կարար խուսափեր պատժից, ինքը կարար խուսափեր թաքնվեր, ինքը կարար խոչընդոտեր, ում պետք է խոչընդոտեր։ Կամ խոչընդոտելու հիմքը, որ այդքան օգտագործում են վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում իր գործողությունների ժամանակը, վայրը։ Այդ անձը քննիչի պլանը, ես միշտ քննիչներին հարցնում եմ, ինձ հստակ կարող եք պատասխանել, երբ որ դուք պլան եք մշակում վարույթների հետ կապված վարույթային գործողություններ կատարելու, դուք իրազեկում եք մեղադրյալին, որ այսինչ օրը այսինչին պետքա հարցաքննեմ, որ մտածեք, մտավախություն ունենաք, այդ խոչընդոտելու հիմքը ստեղ ծագեց։
կամ թաքնվելու հենց խթանիչ իրավիճակն է, մարդը ունի մշտական բնակության վայր, ունի անուն ազգանուն, ունի հեղինակություն, հանրային անձ, ինքը ունի աշխատանք, չէ, իր ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ողողված է իր ընկերության աշխատողներով։ Ես կարծում եմ, ճիշտ եմ ասում, ես երեք եմ դա մտածել, երբ որ հրապարակեցին, որ կալանավորվեց 2 ամսով, իմ համար այդ պահը արդարադատության բռնաբարության դրվագ էր։ Խոսեցիք արդարադատության բռնաբարությունից եւ իրավական տեսանկյունից հարցին մոտեցաք, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ պարոն Սամվել Կարապետյանի տանը իրականացվող խուզարկությունների եւ առհասարակ այդ գործընթացին զուգահեռ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը Facebook-յան գրառումներ էր անում, նշում էր միջամտության մասին եւ այլն, այսինքն սա առհասարակ որպես ուղիղ ցուցում չի դիտարկվում անձին կալանավորելու, հետագայում այդ քննիչները, դատախազը, կալանավորած դատավորը ինչպես են մեկնաբանելու, որ անձի նկատմամբ բացառապես այսպես քրեական հետապնդում էր իրականացվում առանց քաղաքական տարերի։ Երբ որ մեկ քրեական գործով դու մասնակցում ես, դիմացինը, այսինքն վարույթ իրականացնող մարմինը միշտ ուժերը գնահատում է դիմացինի հետ։ Եթե ինքը գնահատում է, որ իր ուժերը նվազեն, քան դիմացինինը, ես միշտ մենակ եմ գնում միջայլոց, բայց շատ հաճախ հանդիպում եմ իմ հակառակ դաշտում գալիս են մի քանի հոգի։ Ես անգամ կատակում եմ նիստի ժամանակ, ասում եմ, այդ մենակ չեք կարում գաք, արդեն ին վրա մարդ եք բերում։ Այդ պայմաններում հենց ամենաառաջին իրանք լավ գիտեին իրանց դիրքերի թույլ լինելը, դրա համար 3 քննիչ եւ պլյուս դատախազ, այդպես պրակտիկա չկա։ Նախաքննության փուլում միշտ 1 քննիչ է գալիս, անգամ ասեմ, եթե 2 հոգի էլ գալիս են, կամ քննչական խմբի ղեկավարը չի գալիս, ով գրում է այդ միջնորդությունը եւ այլն, խմբից մի հատ քննիչ բերում են ընդհանրապես այդ տեքստը կարդալու համար։ Անգամ հարց է տալ ինքը չի տիրապետում, բայց երեկվա իրավիճակով իրանք բոլորը պարապած իրավիճակ էր, որ կարողանային դիմացի դաշտը գրոհեին, բայց կարծում եմ, որ իրավական մասով չեն կարողացել, ուղղակի սա հաստատված էր։ Ինչը վերաբերվում է ձեր հարցադրումներին, որ ստատուսներ հնարավոր է, որ ինչ որ արդեն իսկ դա հրահանգավորված լինի, մենակ այդ գործը չի։ Մենք բազմաթիվ գործեր ունենք, ես գիտեք ինչ կասեմ, որ թե շատ չեմ մանրանա, որովհետև չեմ ուզում իմ խոսույթը վերարտադրվի քաղաքական ոլորտի հետ, որովհետև ես լրիվ ուրիշ ոլորտից եմ։ Մենք ականատես ենք լինելու ավելի վտանգավորության հանցագործությունների շուտով, ավելի շատ քանակով քրեական գործերի, ավելի ծանր հետևանքներով, ունենց հոդվածներով ենք մենք տեսնելու, որ մինչև այս պրակտիկայում չենք էլ ունեցել։ Այդ շուտով գալու է, որովհետև այս իրավիճակում, երբ որ ես նայում եմ, կներեք, բայց ով ինչով ասես զբաղվում է, ով ինչ ուզում անում է, այս որ ասում են ուժն է ծնում իրավունքը, ամեն երկրորդ քայլափոխին մենք հանդիպում ենք դրան։ Օրինակ դա եք նայում, մի հատ դրվագ եմ տեսել սոցիալական ցանցով եկեղեցու հետ կապված գնել ազգանուն չգիտեմ Սարգսյան, երբ որ ինքը գնացել էր կոնկրետ ցուցված հենց այդ հոգևորականի հետ, կամ տարական կուլտուրա չուներ խոսալու, հոգևորականի ներքաշեր խուլիգանական մի հատ իրավիճակի մեջ, որ հետո մի քանի հաղորդում լիներ, այդ հաղորդումների ընթացքում քննարկվեր եւ վարկաբեկվեր մեր եկեղեցին։ Ես մենակ կասեմ, որ այս ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք, նախ առաջնորդենք Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ճիշտ է, շատերը չեն ընդունում մեր սահմանադրությունը, բայց ասեմ, քանի մենք դեռ չունենք հաջորդ սահմանադրությունը իրավական ճանապարհով ընդունված հանրաքվեի միջոցով, մենք պետք է հարգենք մեր սահմանադրությունը։ Իմ համար սահմանադրությունը եւ մայր օրենքը
եւ Աստվածաշնչին հավասար օրենք է, որովհետեւ նաեւ ես առաջնորդվում եմ, ապրում եմ հենց սահմանադրությունով։ Մեր մնացած բոլոր օրենքներն ու իրավունքը բխում է հենց այդ սահմանադրությունից, բայց այսօր հենց այդ գիրքը հարգված չի։ Երբ որ նայում ենք այս իրավիճակները, իմ համար ցավալի իրավիճակը, որպես իրավաբան, չեմ ուզենա շատ գնահատականներ տամ, բայց կասեմ, որ մենք տեսնելու ենք բազմաթիվ քրեական գործեր եւ ավելի ծանր վտանգավոր, քան հիմա ունեն կամ ուզում են ունենալ։ Այս ամեն ինչը անցողիկ է։ Զեյնալյան, ամփոփելով զրույցը կխնդրեի անդրադառնալ նաև քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի աճին, մասնավորապես միայն այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում մայիսի դրությամբ 13 դատապարտված եւ կալանավորված անձ է մահացել, որոնցից 5-ը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություններ, սա ինչով է պայմանավորում, որովհետեւ նրանց խոսքը լսելի չի արդարադատության մարմիններին ավելի շատ, քան կամայական բողոքի ակցիաներ ներկայացնել, որովհետև ես շատ եմ տեսել, հենց իրանց խոսքը արժանահավատ չլինելը, իրանց չհավատալը, անց կա ունի մի քանի դատվածություն, հիմա այդ ունեցած դատվածությունների արդյունքում ինչ որ մի հատ իրավիճակում է հայտնվել, ինքը բացատրում է, որ ես չեմ կատարել կամ խնդրում եմ օբյեկտիվ քննություն կատարեք, բայց արդյունքում իրան ոչ մեկ չի լսում։ Փորձում են թե հացադուլի միջոցով, ես մարդ գիտեմ, որ հացադուլի միջոցով մահացել է, ուղղակի ինքը անարդարության դեմ է պայքարել, արդյունքում ինչ եղավ, ինքը մահացավ եւ դրա հետևանքով ոչ մեկ պատասխանատվություն չկրեց։ Եվ մնացած մահերը 5 ամսվա մեջ ձեր նշած այդ քանակի մահերը, իրանք նախկինում էլ կային, բայց ոչ այս քանակի, որովհետեւ ստեղ արտաքին հենց էս էլ է շատ իրավիճակային, որ ասում ենք համաներումը արդեն ինքը պայթում է միտեղ, հենց սա էլ է ազդում, որ ամեն մի ստից բանի համար մարդկանց տանում լցնում են քրեակատարողական հիմնարկներ եւ ասում են տառապեք, հուսալքվում են, հնարավոր է ընտանիք չունի, հետևից գնացող չկա, ինչ որ խնդիր ունի, բարձրաձայնումա տեղ չի հասնում այդ խնդիրը, հնարավորություն չունի փաստաբան ունենալու, այն նմանատիպ իրավիճակներում բնականաբար ինչն են տեսնում, մարդիկ տեսնում են այդ ելքը, ինքնասպանություն լինելը։ Դե կան նաև այլ պատճառներ էլ, ես ձեզ ասեմ, որովհետև կան գործեր, որոնք քրեակատարողական հիմնարկում նաև այդ ներսի մթնոլորտն է կարա ներազդի, նաև զղջալու հետ կապված, կարա դա էլ լինի պատճառ, բայց ամենաառաջնայինը, որ ես կդնեի, ամենաառաջին տեղը նրանց խոսքը անհասանելի լինելու եւ նրանց խոսքը տեղ չհասնելու կամ արժանահավատ չլինելու արդյունքն էլ է ամենամեծ միջոցը, որ իրանք դիմում են այդ ծայրահեղ քայլերի, միևնույնն է, իրանք գիտեն կործանված են, իրանք գիտեն իրանց իրավունքը խախտված է, միջայլոց, եթե հնարավորություն ունենային, մեր Հայաստանի դեմ մենք շատ կունենանք Եվրոպական դատարանից նախադեպային որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որովհետև մարդու անձնային իրավունքները քրեակատարողական հիմնարկում վերանայման խորքային խնդիրներ կան, որ պետք է նայվի, որովհետև շատ է խախտվում։ Հենց այդ բժշկության մասով վերցնենք, բժշկական սպասարկումը շատ թերի է, որովհետև այնքան շատ են, սպասարկումը ինքը շատ սահմանափակ է, ինքը չի հասցնում, պիտի հերթագրի, մինչև հերթագրումը արդեն այն մարդը մահանում է, կամ դեղը անհրաժեշտ բերում են, էլ դոստից են բերում, էլ ստեղից են բերում եւ այլն, բայց իրանք գրում են, որ իրանք տվեցին, հսկողություն չկա, սա է խնդիրը, դա էլ 1, 2, 3 հասնում է միտեղ եւ անձը հոգեբանական վիճակից ելնելով ինքը ելքը տեսնում է տենց։ Ես շատ եմ ունեցել դեպքեր, երբ որ ցանկացել են հացադուլ գնալ, իրանց բողոքը ներկայացնել, հավատացեք, երևի մեծ մասին կարողացել եմ ես ինձանով համոզել, որ միևնույնն է դուք մահանաք էլ, միևնույնն է, ոչ մեկ ուշադրություն չի դարձնելու։ Ավելի լավ է մենք արդարադատության ոլորտում պայքարենք եւ հասնենք արդարադատության, այլ ոչ թե ծայրահեղ քայլերի։ Ես հետ եմ պահել իրանց, որովհետեւ ես տեսել եմ, որ մարդը հացադուլի մեջ է, այսօր պաշտպանյալ ունեմ, ինքը 132 օր, ինչքան հիշում եմ, 2 էտապով հացադուլ է հայտարարել
իրանք իրակատարողական հիմնարկում անօրինական պահելու համար։ Այսօր ինքը դարել է բույս, բայց դրա արդյունքում ստացել է ազատություն։ Դրա իմաստն չեմ կարում հասկանալ։ Մարդիկ այտենց են պայքարում, այսինքն այնքան վստահությունը կորել է իրավունքի, օրենքի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, այդ դեր բերում է այդ խոսքի ազատությունը, որ ով ինչ ասես խոսում է, ով ասես դատում է, ով վրա ասես կարա ինչ որ լծակներ գործադրի, իրավական համակարգը մեր մոտ ոչ սկիզբն այրևին, ոչ վերջն այրևին, ով ոնց կարում է։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Փաստինֆոյի տաղավարում զրուցում էինք հասարակություն, արդարություն, իրավունք իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Լուսինե Զեյնալյանի հետ։ Առայժմ